Բալետի երեկո Դալմայում։ Այո, ճիշտ լսեցիք։ Առաջին անգամ Հայաստանում բարձրարժեք արվեստը առևտրի կենտրոնի բեմում է։ Դալմա Garden Mall-ը կանանց մեկամսյակի առթիվ ապրիլի 5-ին բալետային ներկայացումների երեկո էր կազմակերպել մոլի այցելուների համար։ Մեկ բեմադրությամբ ներկայացվեցին Կարմեն, Կարապիլիչ եւ դիմակահանդես հանրաճանաչ բալետային ստեղծագործություններից հայտնի հատվածներ։ Այս միջոցառումը իր տեսակով բացառիկ է, որովհետև ես չեմ հիշում, որ երբևէ նման բան եղած լինի, որ առևտրային մոլում բարձր արվեստի միջոցառումը մենք չնայած հաճախ անում ենք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիայի հետ կամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, բայց բալետը լինի մոլում, սա աննախադեպ է ու առաջի անգամ է։ Այս ձևաչափով բալետային ներկայացում առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ են աշխատել մոտ 30 րոպեանոց բեմադրություն ունենալու համար։ Նպատակային է, որ բարձր արվեստը, բարձր մշակույթը դարձնենք ավելի հասանելի բոլորի համար, օգտագործենք մեր հարթակը, որտեղ ամսական մի քանի 100,000 մարդ է գալիս եւ իրենց մոտեցնենք արվեստին։ Սա Դալմա Garden Mall-ի առաջին փորձառությունը չէ մշակութային ինքնատիպ միջոցառումներ կազմակերպելու հարցում։ Վերջին տարիներին առևտրի կենտրոնը դարձել է մի տարածք, որտեղ գնումները միահյուսվում են արվեստի հետ։ Մոլը պարբերաբար հանդես է գալիս մշակութային տարատեսակ նախաձեռնություններով, հրավիրելով երգչախմբերի, ջազային բենդերի եւ այլ արտիստների։ Մարտի 8-ին ընդամենը մեկ ամիս առաջ նաև օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի օպերային երգիչների հետ այստեղ հետաքրքիր ֆլեշմոբ արեցինք, երգիչները ծաղիկները ձեռքներին տարբեր խանութներից դուրս էին գալիս եւ երգելով գեղեցիկ երգեր երգելով վերջում նվիրում էին մեր այցելուներին, համ օպերայի հրավիրատոմս էին նվիրում, համ ծաղիկներ էին նվիրում։ Բալետային երեկոյի ներկաները դեռ շատ երկար կհիշեն զգացողությունները, որ ունեցան ներկայացումը դիտելիս։ Նախաձեռնության հեղինակներն ասում են, մշակութային նման անակնկալներ առաջիկայում շատ են լինելու։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։